Եկեղեցական Տեր Հայր հայ առաքելական եկեղեցին այսօր ծանր օրեր է ապրում եւ այսպես ասենք, ալեկոծություններ կան ներքին ու կարծես թե նաեւ եկեղեցու հավատավորների մեջ են փորձում պարակտում մտցնել նախ հասկանանք ինչ վիճակում է Արագածոտնի թեմակալ առաջնորդի կալանավորումից հետո մենք հասկացանք, որ մեծաթիվ եկեղեցականների հոգեվոր սպասավորների տներ էին ներխուժել ածականները եւ ինչ վիճակում է հիմա թեմական աշխատանքը գործունեությունը Սկզբունքորեն մեզ համար շատ ցավալի է մեր առաջնորդի կալանավորումը, անհիմն, անիմաստ, ապօրինի, սա մեզ համար ցավալի է, բայց եւ մեր առաջնորդը եւ մենք չունենք վախի ոգին, տկարության ոգին, ավետարանն է մեր սկզբունքը, իսկ ավետարանն ասում է, որ ես ձեզ վախի երկյուղի ոգի չեմ տվել, այլ քաջության եւ աստվածպաշտության, հետեւաբար, այո, մենք ցավում ենք մեր առաջնորդի բացակայության համար, բայց այնպիսի մթնոլորտ է ստեղծել մեզ համար մեր առաջնորդը իր քաջությամբ եւ իր աստվածսիրությամբ եւ հայրենասիրությամբ, որ մենք շարունակում ենք այդ ճանապարհին մնալ։ Այսինքն որևէ բան մեզ չի շեղել այդ ճանապարհից։ Եթե չեմ սխալվում, նաեւ 5 հոգեվոր եղբայրներ, չէ, 5 քահանաներ են այս պահին կալանավայրում։ Կալանավայրում մեկ քահանա է գտնվում մեր թեմից։ Ավելի շատ ձերբակալվել էին 14, որի թվում նաև ես էի։ Դուք էլ եք ձերբակալվածների մեջ։ Այսինքն ձեր տունն էլ ներխուժել էին եւ ձեզ բերման էին ենթարկել։ Ինչ էին փնտրում ձեր տանը, Տեր Հայր։ Հիմնականում փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր, կարծես թե դրա վրա էր հիմնական շեշտը։ Բայց ինչ փաստաթուղթ պիտի լինի, ասենք քահանայի տանը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում, ինչ ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես չգիտեմ, պարզապես ինչ որ պահանջվել է ըստ պահանջի այդ ժամանակ իրականացվել է, մնացած իրենցից կարող եք հարցնել, թե ինչն էր հետաքրքրում։ Նույնիսկ ես ցույց եմ տվել, ասել եմ, այստեղ փաստաթղթեր կան, այստեղ այսպիսի բաներ կան, կարող եք ուսումնասիրել եւ նայել։ Ձեզ քանի ժամ պահեցին։ Բայց մենք ուրիշ հարցեր ենք խոսում, Չէ, սա մեծ ռեպորտաժի համար պետք է գա, որովհետև Տեր Վրդանես Վաղալյանը տեսել եք բարձրաձայնել էր նու այսպես խոշտանգման մասին, բարձրաձայնել էր ապօրինի Տեր Վրդանեսը բարձրաձայնել էր իր հետ վարվեցողության ոչ պատշաճ, ոչ պարկեշտ մոտեցումների մասին եւ սա հանրային մեծ ալեկոծություն առաջացրեց։ Մենք քահանաների հանդեպ այլևս այսպիսի մոտեցումներ պիտի դրսևորենք։ Եթե կարճ ասեմ, սա ցավալիորեն, բայց մեր ժողովրդի գլխին հետո անեծք է դառնալու։ Որքան էլ որևէ մեկը փորձի համոզել իր տգիտությամբ, իր անտեղյակությամբ, թե այս արշավը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ ինչ որ անձերի դեմ է, սա մեծագույն սխալմունք է, որովհետև եկեղեցու դեմ կամ եկեղեցականի դեմ արշավելը սա նույն բանն է, որովհետև Քրիստոս ասաց. Ով որ ձեզ չի ընդունում, ինձ չի ընդունում։ Ով որ ինձ չի ընդունում իմ հորը, որ ինձ ուղարկել է։ Հետևաբար սա եկեղեցականների դեմ ուղված, ոչ թե պարզապես անձերի հետ կապված է, այլ եկեղեցու դեմ ուղված արշավ է։ Հիմա ձեր թեմից փաստացի 3 հոգի միացել են քաղաքական իշխանության եւ երկրի իշխանության կողմից հայտարարված եկեղեցու դեմ արշավին եւ Կիրակի օրը կարգալույծ արված արդեն նախկին եկեղեցական տերարամը, որին պետք է կոչել նրա քաղաքացիական անունով Ստեփան, նա փաստորեն իրեն թույլ է տվել հայտարարել, որ պատարագ է պատրաստվում մատուցել Հովանավանքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել որ միանալու է եւ անպայմանորեն մասնակցելու է այդ պատարագին։ Ստացվում է, ես էլ կարող եմ հենց հիմա մտնել ձեր ներկայությամբ եկեղեցի եւ պատարագ անել։ Ինչ վերաբերում է, այո, շատ կարեւոր մի բան եք ասում, որ գիտություն մեր ժողովրդի անհրաժեշտ է։ Նախ այդ քահանաներից երկուսն են մեր թեմից, մեկը այլ թեմից էր, բայց եւ երկրորդը ինչ վերաբերում է պատարագին կամ արարողություններին, որ կատարի նախկին տերարամը ամբողջությամբ անվավեր է Եվ թող զգուշանա ժողովուրդը չլինի թե հակառակը ստացվի իր հետ, այսինքն օրհնության փոխարեն հակառակ մի բան ստանա, որովհետև եթե
Քրիստոսի եւ Աստծո առաքյալների հաստատած իրավահաջորդների կողմից ասվում է, որ այս մարդը օծվում է քահանա եւ օծում են, նույն մարդիկ են, որ ասում են այլևս այս մարդը չի կարող լինել քահանա։ Կնշանակի, որ երբ որ իրենք օծեցին, այդ ժամանակ էլ կարող էր մարդը ասել, իմ օծությունը չի ստացվել։ Ես չեմ ուզում քահանա լինել։ Ես ուրիշ բան եմ ուզում լինել, բայց եթե մարդն ասում է, որ ես օծվել եմ եւ այդ իշխանությունը ինձ տրվել է Քրիստոսից եկած, հիմա էլ վերցվել է այդ իշխանությունը, ով որ տվել է իրեն։ Հետևաբար, երբ որ մեկը դա անում է արդեն անիրավ կերպով, այսինքն տեղի չի ունենալու այն ինչ որ մարդիկ ուզում են որպեսզի ունենա մկրտությունը անընդունելի է, բայց ես ենթադրենք քաղաքացի եմ, որը այս քաղաքական երկխոսության կամ այս բանավեճից տեղյակ չէ եւ գնում է Կիրակի օրերին ավանդաբար իր պատարակը լսել, այս դեպքում այս մարդը եթե այն մարդը ով որ չգիտի թե ինչի մասին է խոսքը, ոչ թե մասնակիցն ու աջակիցն է, այլ չգիտի ինչի մասին է խոսքը, հերթական անգամ կարող է այցելել մի եկեղեցի, որտեղ կարգալույց մի հոգևորական պատարակ է անում եւ հաղորդություն ստանա, ինքը անմեղ է։ Ինքը դատապարտված չի այդ ամենին, բայց ուրիշ է, երբ որ մարդը գիտի, որ այդպես է եւ շարունակում է աջակցել կամ հետևել, կնշանակի, որ աջակցում է չեղած մի բանի։ Լավ, աջակցում է երկրի վարչապետը, աջակցում է անօրինականությանը, աջակցում է եկեղեցու կանոնների դեմ գնացող հոգևորականին։ Արդյոք սա չի նշանակում հոգևորականն էլ ինքը մի օր կարող է այսպես կանգնել ու ասել, ես էլ չեմ ենթարկվում աշխարհիկ կյանքը կարգավորող օրենքներին, օրինակ ոստիկանությանը, իրավապահներին եւ այլն։ Արդյոք մենք սև չենք խրում նաեւ այս երկու աշխարհների հարաբերությունների մեջ։ Անշուշտ սեպ է խրվում, այն էլ ինչ կերպ։ Այսինքն, եթե ցանկացած անօրինության աջակից ես, Սուրբ Գիրքը ասում է, մի մասնակից դարձիր այդպիսի մարդկանց ճանապարհին, որպեսզի հետո դու էլ չստանաս այն, ինչ որ ինքն ես ստանալու։ Սուրբ Գիրքը հստակորեն խոսում է անօրենի մասին, իսկ այս դեպքում անօրենություն է պայքարել մի բանի դեմ, որը եկեղեցին սահմանել է, որտեղ դրա իրավասուն եկեղեցին է եւ սահմանել է, որ այս մարդը կարգալույց է, հետեւաբար երբ որ դու պաշտպանում ես այս մարդուն, աջակցում ես այս մարդուն, նշանակում է, որ անօրենությունն ես աջակցում եւ պաշտպանում։ Միայն աջակցել պաշտպանելը մեղ չէ նկարագրում, արդյոք սա չի նշանակում, որ հովանավորում է եւ այդպիսով ակնարկ է անում մյուս ընդվզող։ Նշանակում է անօրենությանը աջակցություն ցուցաբերել։ Իսկ ինչ անի ձեր հոգևոր քաղաքացիները, պարզապես քաղաքացիները, ովքեր հավատում են եկեղեցուն, ովքեր եկեղեցու հավատավորներ են, նրանք հոտն են, ձեր հոգևոր հոտն են եւ ինչ անեն այս մարդիկ։ Փաստորեն եկեղեցու գավիթի շուրջ կանգնելու եւ պատարակ անելու համար կռիվ է գնալու, եկեղեցական ծես անելու համար կռիվ է գնալու։ Երեք արդեն այդ տհաճ միջադեպը տեղի ունեցավ նոր նշանակված քահանայի եւ նախկին կոչում ունեցող Տեր Արամի միջեւ։ Նա նույնիսկ ոստիկանություն էր հրավիրել, որպեսզի դուրս անեն իր նկարագրմամբ դուրս վռնդեն նոր սպասավորին։ Կարծում եմ հաճախ եք լսել վերջերս, որ եկեղեցին այսպիսի իրադրությունների մեջից շատ է անցել, այսպիսի ավելի վատ իրավիճակների միջից է անցել, դա էլ է անցնելու, բայց ինչ վերաբերում է հավատացյալ ժողովրդին, մարդ ընտրության հնարավորություն ունի հասկանալու եւ ընտրելու, անզեն աչքով կարող ես տեսնել եւ ոչ շատ երկար մտածելով կարող ես հասկանալ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում։ Հետևաբար հավատացյալ լինելը չի նշանակում Աստծո գոյությանը հավատալ կամ եկեղեցի մտնել մոմ վառել դուրս գալ, սա չէ հավատացյալ մարդու կարգավիճակը։ Հավատացյալ մարդը նաև գործ պիտի ունենա։ Հակոբոս առաքյալն ասում է, հավատն առանց գործերի մեռած է։ Ո՞րն է գործը։ Ենթադրենք ես ձեր մարզի բնակիչ եմ եւ հովանավանքի ակտիվ հետևորդ, ինչ պիտի անեմ ես։ Կարող եք տեսնել, այո, կոչը, գիտեք, հիմա ովքեր մոլորության մեջ են գուցե, չեն հետևում նաև լրահոսին ու ենթադրենք չեն հետևում Փաշինյանի ճաշակին, հոգեորականների առումով, չեն հետևում Տեր Արամի ճաշակին։ Գիտեք, կոչը այն է, որ հավատալով մեր ազգի գենին, հավատալով մեր պապերից, մեր ժառանգած արյան, ես հավատում եմ, որ մեր սրտի հոգու անկյունում իրական հայը թմրած վիճակում, բայց գոյություն ունի։ Իմ կոչն այն է, որպեսզի մարդիկ ոչ թե արտաքին երևույթներին նայելով դատեն, այլ իրենց ներքին այդ հայի աչքերի մեջ նայեն,
նայն իրենց պապերի, իրենց հայրերի հավատքի, հայրենասիրության այս տեսակի աչքերի մեջ եւ ինչ որ կասեն իրենց հոգուց սրտից իրենց հայրերը թող այդպես էլ անեն։ Տեր հայր, ձեր թեմում կարծում եք կան էլի հոգևորականներ, ովքեր այդպես մարդկային խռովություններ ունեն իրենց հոգու խորքում եւ հնարավոր է այս կիրակի այդպես համարձակություն ունենան եւ պայթեն։ Եվ կարծես թե խրախուսվում է, որ անպայման Երևանից մարդիկ բերվեն, տպավորություն ստեղծվի, որ սա Արագածոտնի բնակիչներն են, որ տպավորություն ստեղծվի, Տեր Արամը ճիշտ է։ Այսպես այս քաղաքական արշավին միացողներ էլի կլինեն ձեր կարծիքով։ Ես կարծում եմ ոչ։ Եթե կլինեն անակնկալ կլինի, բայց կարծում եմ որ ոչ, որովհետև մեր ոգին, մեր հայրերի, մեր պապերի, մեր եկեղեցու նախնիների ոգին է։ Եթե դրանից դուրս գալացողներ կլինեն, մեզ համար մեծ անակնկալ կլինի։ Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր այս ճանապարհից դուրս ընկան, ցավում ենք իրենց համար, ցավում ենք իսկապես, որովհետև մինչև վերջին րոպեն սպասում ունեինք, որ զղջում կլինի, բայց չեղավ, միայն ցավ ենք ապրում։ Եվ ինչ որ այս ճանապարհին կլինի, Երևանից կգան, Արագածոտնից կգնան, ովքեր որ կգնան, թող մտածեն, որ մի օր կանգնելու են եւ Աստծո առջև պատասխան տան։ Աստծո տան հետ, Աստծո սպասավորների հետ ինչպես վարվեցին։ Այդ թվում նաև մեր հոգևոր եղբայրները, ովքեր դուրս են եկել այս ճանապարհից, իրենք էլ կանգնելու են եւ Աստծո առջև պատասխան տան։ Իսկ առայժմ այսօր եկեղեցին ունի լծակներ, որպեսզի դուրս բերի մանավանդ թեմակալ առաջնորդը փաստացի ազատության մեջ է։ Եկեղեցին ունի լծակ, որպեսզի դուրս բերի կարգալույց արված քահանային եկեղեցուց եւ թույլ չտա, որպեսզի նա խաբելով քաղաքացուն, ծիսակարգի մասնակցի, մկրտություններ իրականացնի կամ պսակադրություն եւ այլ եկեղեցական արարողություններ։ Կարծում եմ, որ սա մի քիչ ժամանակի հարց կլինի, բայց ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետև վստահ եմ, որ ժողովուրդը վաղ թե ուշ թող տևա մի քանի օր, մի քանի շաբաթ, չգիտեմ ամիս, բայց մի օր ժողովուրդը կհասկանա, որ մասնակցելով այս տեսակ ուրեմն արարողությունների կարգալույց քահանայի կողմից որևէ օրհնություն չի լինելու, եթե հակառակը չլինի։ Հասկանալու է մի օր, որովհետև իր կաշվի վրա է զգալու։ Շնորհակալ եմ։ Ծանր կիրակի է ձեզ սպասում։ Մենք պատրաստ ենք։ Այս փորձությունն էլ Մենք բոլոր փորձություններին պատրաստ ենք, ինչ էլ որ կլինի, գիտենք, որ սա մեր ոչ թե մեր անձերի դեմ է, մեր սխալների դեմ է, այլ Աստծո եկեղեցու դեմ է, իսկ մենք էլ Աստծո սպասավորներն ենք, իսկ Աստծո եկեղեցին որևէ բանից չի պարտվելու, քանի որ Քրիստոս ասաց, նույնիսկ դժոխքի դռները չեն հաղթահարելու իմ եկեղեցին։ Հետևաբար ով որ պայքարում է եկեղեցու դեմ, եթե նույնիսկ մեր չլինելով կլինի դա, բայց միևնույն է եկեղեցին չի սասանվելու։ Առաջին Աստված։ Այո։ Շնորհակալ եմ, Հոգի Չոքչից։ Լավ եղեք, շատ շնորհակալ եմ։